Հայ քաղաքական վերնախավերի շրջանում մեծ էր ցանկությունը վրեժ լուծելու այս սոսկալի սպանդի համար։ Մեկ տարի անց 1897 թվականի հուլիսի վերջին կազմակերպվեց արշավանք դեպի Խանասորի դաշտ եւ Նիկոլ Դումանի գլխավորությամբ հայ հայդուկապետները բաժանված մի քանի տարբեր ստորաբաժանումների անցան վրիժառոյական գործողությունների։ Այստեղ առանցքային դերակատարներ էին, օրինակ Վարդանը, Սարգիս Մեհրաբյան, որ ստացավ հենց Խանասորի Վարդան անունը, իր այստեղի սխրանքների շնորհիվ, Խոսեփ Արաղությանն է իշխանը եւ բնականաբար այստեղ հեծյալ խմբի հրամանատար իբրև աչքի են կնում նաեւ Սև Քարեցի Սաքոն։ Եվ այստեղ Մազրիկ ցեղի կռվող տղամարդկանցից վրեժ են լուծում նրանց այն խմբին, ովքեր որ հայ այդ ինքնապաշտպանական ուժերի ոչնչացման անմիջապես մասնակից էին եղել, անմիջական մասնակիցներ, նրանց ուղակի ջախջախում ոչնչացնում են եւ բնականաբար ձեռք չեն տալիս կանանց եւ երեխաներին։ Այստեղ իհարկե նաեւ հայդուկներից են կորուստներ լինում, 25 հայդուկ զոհվում է եւ որպեսի հետագայում բախումներն ավելի մեծ ծավալներ չստանան եւ քրդական մյուս ցեղերը չմիանան գործողություններին, որոշում են մասնակիցները, ղեկավարները այս արշավանքի անցնեն նորից Պարսկաստանի սահման։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։